Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 11։ Եվ ամենն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի, հավատում ես սրան։ Հովհաննես 11:26 խոսք։ Այո Տեր, մենք հավատում ենք դրան, մենք երբեք չենք մեռնի, մեր հոգին կարող է բաժանվել մեր մարմնից և դա որոշ իմաստով մահ է, սակայն մեր հոգին երբեք չի բաժանվի Աստծուց, ինչը իսկական մահն է, այն մահը, որով մեղքը սպառնում է, և այն մահապատիժը, որը ամենասարսափելին է, ինչը կարող է պատահել։ Մենք այս բանում լիովին համոզված ենք, որովհետև ով կարող է մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է։ Մենք Քրիստոսի մարմնի անդամներն ենք։ Միթե Քրիստոսը կկորցնի իր մարմնի մասերը։ Մենք ամուսնացած ենք Տեր Հիսուսի հետ։ Միթե նա կզրկվի իր կողակցից և այրի կմնա։ Դա անհնար է։ Մեր ներսում կա մի կյանք, որը չի կարող բաժանվել Աստծուց։ Ավելին, եթե Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, ապա ինչպես կարող ենք մեռնել։ Ինքը Տեր Հիսուսն է մեր կյանքը, ուստի մեզ համար մահ չկա, քանի որ նա այլևս չի կարող մեռնել։ Նրանում մենք մեկ անգամ և ընդմիշտ մեռանք մեղքի համար, և մահապատժի դատավճիռը երկրորդ անգամ չի կարող իրականացվել։ Այժմ մենք ապրում ենք և հավիտյան պիտի ապրենք։ Արդարության վարձատրությունը հավիտենական կյանքն է, իսկ մենք ունենք ոչ պակաս, քան Աստծու արդարությունը և այդ պատճառով կարող ենք հավակնել ամենաբարձր պարգևին։ Ապրելով և հավատալով մենք վստահ ենք, որ պիտի ապրենք և պիտի ապրենք հավիտյան կյանքով։ Ուստի առաջ ենք ընթանում լիակատար համոզվածությամբ, որ մեր կյանքն ապահով է մեր կենդանի Աստծու մեջ։